Շնորհակալություն պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, մի քանի հերթականությամբ փորձեմ կառուցել իմ դիրքորոշումը։ Երևի թե նախ ինքս պետք է անդրադառնամ որպես փաստաբան, որպես պաշտպան դատական նիստի մասնակցությանը, քանի որ նշված հարցը բարձրաձայնվեց, ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողը զուգահեռաբար ունի փաստաբանի արտոնագիր, պայմանականորեն կասեցված թե ոչ, եթե իրապես ունի, առնվազն այն դիրքորոշումը, որը ներկայացվեց, ես մեծ հույս ունեմ, որ համապատասխան մարմինը մեր փաստաբանների պալատի ուշադրությամբ կհետևի դատական նիստին, ընդհանուր մինչև կարգապահական պատասխանատվության հնարավորությունը ի վերջո մի օր գնահատելու։ Ինչի համար եմ նշվածը ասում, որովհետև հանրային մեղադրողը, եթե իմ որպես փաստաբանի, ով զուգահեռաբար այո ունի պատգամավորի կարգավիճակ հանգամանքներ բարձրաձայնում, կարող է ուսումնասիրել փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը, որտեղ ուղիղ նախատեսվում է կասեցման հիմքը լիազորությունների ժամկետով։ Այսինքն այն պահից, երբ լիազորությունների ժամկետը գործում է, այո, որպես պատգամավոր իմ լիազորությունների ժամկետը մեկնարկում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Բայց ինչ է ասում սահմանադրական դատարանը, պատվարժան դատարան, երբ կրկին անդրադառնում ենք 95 սահմանության ինչով։ Լավ, եկեք հարցումատասխանիչը վերածենք։ Ես կրկին պատվարժան դատարան կրկին նորից մի հատ անդրադարձ կկատարեմ փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը կդիտարկե, դրանից հետո մի հատ նայեք ձեր կարգապահական պատասխանատվության հարցը, իհարկե հույս ունեմ դուք չունեք փաստաբանի արտոնագիր։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան նրան, թե արդյոք նաև մեկ այլ երաշխիքից օգտվում են, թե ոչ։ Պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենք էլ գոյություն ունի, երևի հանրային մեղադրողը հրատապությունից ելնելով ինչպես մեղադրական եզրակացությունը հաստատեց եւ մուտք արեց դատարան, բայց դա չի հասցրել երևի թե նաեւ դա ուսումնասիրի, որը նախատեսում է, որ պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին, որ առևտրային կազմակերպություններից դուրս գա, որ այլ բնույթի վարձատրվող աշխատանքը դադարեցնի եւ այլն։ Հիմա արդեն սպառելով նշված հարցը, եկեք հանրային մեղադրողի ներկայացրած բոլոր դիրքորոշումների, որոնք վերաբերում էին պատգամավորի կարգավիճակին, պատասխանենք հենց նույն դատախազության, որը միասնական համակարգ է, եթե չեմ սխալվում սահմանադրության համաձայն, մեկ այլ դատախազների կողմից ներկայացված միջնորդության երգով, որը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին, ներկայացվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառել է այս հարցը։ Ինչ ասել կենտրոնական հանձնաժողովը։ Հիմք ընդունելով սահմանադրական դատարանի ՍԴՎ 16-19 որոշման բարտահայտված իրավական դիրքորոշումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը, ըստ այդմ որոշեց վերադարձնել դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը։ Այսինքն, եթե օրինակ հանրային մեղադրողը, անկեղծորեն եմ ասում, պատվարժան դատարան, գալով դատական նիստի, ներկայացնելով դիրքորոշում անձի խափանման միջոցի վերաբերյալ, չի ծանոթանում իր իսկ գործընկերների կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության ելքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, ես չեմ հասկանում ինչով են մենք սպառված։ Այսինքն, ես գտնում եմ, որ ես որպես փաստաբան չեմ կարող ունենալ այնպիսի փաստարկներ, որոնք վերաբերում են դատախազությանը, ու դա դատախազությունը չներկայացնի այլ ես։ Կներեք, ես գիտեմ, որ դատախազության կառույցի արհեստավարժության տրամաբանությունը շատ բարձր պետք է։ Ես չլսեցի դատախազից օրինակ դիրքորոշում վճռաբեկ դատարանի նախադեպի վերաբերյալ։ Ես դեռ հենց չեմ անդրադարձել սահմանադրական դատարանի 16-19 որոշման, դեռ վերջում եմ անդրադառնալ։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա ՍԴ 0066 կոտորակ 01 կոտորակ 21 Մխիթար Զաքարյանի վերաբերյալ, որտեղ ինչ է ասել վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման։ Իդեպ զուտ բոլոր հնարավոր մեկնաբանությունները սպառելու նպատակով օգոստոսի 2-ը, որ ազգային ժողովի նոր գումարման մեկնարկի օրինակ, 21-ին էլ անունին է եղել, 26-ին էլ անունին է, եթե արտահայտություն չլինի, 31 թվին էլ անունին է լինել։ Հիմա ստացվում է վճռաբեկ դատարանը արդեն արձանագրել է, որ Դավիթ Ղազենյանը 2026 թվականի հուլիսի 21-ից որ ազատ չի արձակվել,
իր իրավունքները խախտվում են։ Եվ այստեղ ինչն է շատ կարևոր։ Պատվարժան դատարան, ես վստահ եմ, նաև շատ կարևոր է, որ մենք ունենում ենք դատական նիստեր հանրային հաշվետվողականության տեսանկյունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք Դավիթ Ղազիմյանի միջնորդությունը երբ ներկայացրել ենք, մենք պնդում էինք, որ այն քննվեր դռնբացության կարգով։ Հենց Դավիթ Ղազիմյանն եւս մասնակցում էր, բայց այդ մեր դիրքորոշումը մերժվեց եւ մենք հիմա ունենք դռնբացության կարգով քննության հնարավորություն։ Այնպես ստացվեց, որ մի քանի օր առաջ ԿՀ-ում մեկ այլ միջնորդություն էր ներկայացվել, մեկը մեր այլ գործընկերոջ վերաբերյալ, որը կրկին դռնբացության կարգով։ Դատախազությունը, քննչական մարմինը տեղեկացված լինելով, որ այդ կարգավիճակի վերաբերյալ ԿՀ արձանագրությունը ընդունվելու է 2026 թվականի հուլիսի 21-ի 15:00-ին հաջորդող ժամանակահատվածում, շատ հետաքրքիր մի իրավիճակ է տեղի ունենում, որ հենց հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը մինչ այդ է հաստատում եւ ուղարկում է դատարան։ Դրա վերաբերյալ դատախազությունը իսկապես ծանրաբեռնվածության պայմաններում նույնիսկ հրապարակայնորեն հաղորդակցություն է տարածում, որ Դավիթ Ղազիմյանի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան։ Ինչի նույնիսկ այդ փաստից խուսափեցին, որտեղ պատվարժան դատարան պարոն Դանիելյանը սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը հանրային մեղադրողը քաջատեղյակ էր 16-19 որոշումից սահմանադրական դատարան։ Այստեղ հարց կառաջանից որտեղից էր տեղեկացված։ Սույն գործով հսկող դատախազը հանդիսանում է մեկ այլ գործով եւս, այսպես ասած, միջդատական բարույթում օրինականությունը հսկող դատախազներ, ու հանրային մեղադրողը, ով հենց սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով վերացրել էր կալանը։ Ես կռայեցի, որ այն հակափաստարկը, որը փորձելու էր վերվել, կայանում էր նրանում, որ իբրև այս դեպքում, այն է 2023 թվականի նոյեմբերի ամսին կայացած որոշման ժամանակ, ազգային ժողովի, այսպես ասած, 8-րդ գումարումը արդեն իսկ ստանձնելը ամբողջությամբ նույնն են եւ ըստ էության գալիս է օգնության թե վճռաբեկ դատարանը, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ թե վերջո սահմանադրական դատարանը։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, ով կասկածում է, որ սահմանադրական դատարանը քաջատեղյակ է պատգամավորի կարգավիճակ եւ պատգամավորի լիազորություններ ստանձնել եզրույթներից, թող ձայն հանի։ Սահմանադրական դատարանը իսկապես շատ լավ գիտի ինչ է պատգամավորի կարգավիճակը, ինչ է լիազորություններ ստանձնելու փուլը։ Բայց սահմանադրական դատարանը օգտագործել է հենց պատգամավորի կարգավիճակ ձևակերպումը։ Իդեպ հենց այդ ձևակերպումից է որոշակիորեն շակերտներում։ Ներողությունների պարոն Վարդևյանը, ինչ խնդիր կա։ Չեմ մոռանում, ոնց ինչ-որ մի բան Նախ որ դատան ետեք խոսում Անդամ ինչ-որ մի բան ուշքան չեմ հասկանում, չեմ հասկանում։ Դե այնուամենայնիվ փորձեք այնպիսի վարքագիծ դրսևորել, դուր նստեք, որովե չեմ կարծում, որ որևէ անօրինականություն թույլ տրվի, եթե ինչ-որ մի բան ձեզ չեմ ասում, նստեք լավ։ Դուք էլ եթե ինչ-որ խնդիր կա, կարող եք բարձրաձայնել, քննարկման առարկա դարձնեք։ Նորմալ ամեն ինչ։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան։ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ ինչն է քննարկումից մասնակցությունը։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 283-ա որոշում։ Իդեպ սա էլ հրապարակայնացնում պատվարժան դատարան։ Դատախազությունը հանդես գալով որպես միասնական համակարգ, այս որոշումը չի բողոքարկել։ Այս որոշման հետ համաձայն է եղել։ Այս որոշման որտեղ ասվում է, որ պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել անձը 2026 թվականի հուլիսի 21-ից եւ այդ հիմքով միջնորդությունը, որ ԿՀ-ն քններ անձի անազատության վերաբերյալ համաձայնության հարցը վերադարձրել է։ Հենց այն դիրքորոշումը, որը այսօր լսեցինք պատվարժան դատարան, սպառված է, հերքված է, բացառված է։ Ավելի պատվարժան դատարան, այնպես է ստացվել, ես այս վեճի շուրջ մի քանի գործերով ներգրավված եմ։ Այս գործով էլ եմ ներգրաված, ԿՀ նիստին ես եմ մասնակցել։ Ավելի եկել եմ մասնակցել մի նիստի պատվարժան դատարան, որտեղ մեր հարգարժան դատախազից, դատախազության կառուցվածքի տեսանկյունից վարչության պետի պաշտոն զբաղեցնող գործընկեր էր մասնակցում, որտեղ մեկնաբանությունը հետևյալն էր, քանի որ մեկ այլ անձ ունի այս պահին պատգամավորի կարգավիճակ
Հետևաբար падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու ՍԴՎ տրամաբանությունը 16-19 որոշմամբ չի գործում։ Բայց եթե չունենար падգամավորի կարգավիճակ, երեք դատական լիստն եմ մեջ բերում։ Եթե չունենար падգամավորի կարգավիճակ, իհարկե հուլիսի 21-ին պետք է ազատ արձակվեր։ Այն որ ես այլևս փաստ եմ արձանագրում, որ ես տեսել եմ վերջին օրերի ընթացքում, թվով 3 դատախազների խումբ գործընկերների, որոնք միասնական համակարգ դատախազության այս եզրույթը արժե զրկում են, դա փաստ է։ Բայց կրկին իրավական կատեգորիաներով խոսենք, կա որոշում, կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, բայց կա նաև Դավիթ Ղազենյանը, ով ունի падգամավորի կարգավիճակ եւ դեռևս անազատության մեջ է։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գոնե անդրադարձ չկա